Բարև ձեզ, հարգելի ավականու անդամներ, ձեզ ես ունեմ խոսք ասելու պարոն Ղուկասյանից, նա ձեզ բոլորիդ ողջունում է և խնդրել է, որպեսզի դուք լինեք ամուր, ինքը իհարկե ունի որոշ խնդիրներ առողջական, բայց այն ամենայնիվ միշտ ամուր է և իր մտահոգությունները միայն և միայն կապված են Գյումրիի ղեկավարման և ընդհանուր առմամբ մեր քաղաքական երկրի ապագայի հետ, այսինքն, բայց ես այս պահին այստեղ եմ իմ առաքելությունն է ձեզ փոխանցել որպես պաշտպան, որպես փաստաբանական խմբի անդամ, իր առողջության, կալանավորման պայմանների, ապօրինի կալանքի և ապօրինի այն մեղադրանքների վերաբերյալ ձեզ տրամադրել պարզաբանում, որովհետև շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք, դուք եք ընտրել միասնական ուժերով, ավականու կողմից է ընտրվել պարոն Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ և նաև դուք որպես ավականու անդամներ մտահոգ եք ձեր քաղաքապետի առողջական վիճակի և կալանքի պայմանների հետ կապված։ Ես ընդհանուր առմամբ ներկայացնեմ, ուրեմն պարոն Ղուկասյանը դուք լավ եք ճանաչում իրեն, ես ճանաչեցի իրեն այս պայմաններում, նա այն անձնավորությունն է, ով չի տրտնջում կամ բողոքում իր առողջական խնդիրներից, բայց քանի որ կալանքի քննության ժամանակ ես նաև որպես փաստաբան պետք է ծանոթանայի նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի հետ, ապա արձանագրեցի, որ այո, պարոն Ղուկասյանը ունի լուրջ առողջական խնդիրներ և այդ խնդիրները ներկայացվեցին նաև դատավորին, սակայն դատավորը այդ ամենին նայեց մատերի արանքով և արդարացի դատական ակտ չկայացրեց և պարոն Ղուկասյանին կալանավորեց 2 ամիս ժամկետով։ Հիմա այդ խնդիրների մասին ես տեղեկացրել էի նաև քրեակատարողական ծառայության պետին, անձնակազմին և պարբերաբար ես այցելում էի պարոն Ղուկասյանին, հետևյալն էր, որ ոչինչ ես կդիմանամ, ոչ մի խնդիր չկա, ես ամուր եմ և սա է եղել պատասխանը և անսպասելի ինձ հայտնեցին, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և այդ վատացումը նկատել են անձնակազմը, այսինքն քրեակատարողական և հենց անձնակազմը ինքն է հրավիրել շտապ օգնության այդ ծառայությանը, ովքեր որ որոշում են կայացրել նրան հոսպիտալացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնը ցուցաբերել է առաջնային անհրաժեշտ բուժօգնությունը, որը եղել է նաև լուրջ միջամտություն։ Միջամտությունից հետո մի ամբողջ գիշեր անցկացվել, պարոն Ղուկասյանը անցկացրել է հիվանդանոցում, որից հետո անսպասելիորեն, կրկին անսպասելիորեն, առավոտը շուտ եկել են նրա հետևից մի խումբ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ և նրան հետ են տեղափոխել, այս անգամ ոչ թե շտապ օգնության մեքենայով, այլ պայմաններում, ամառկային պայմաններում տեղափոխել են կրկին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ուրեմն ինձ բավականին երկար ժամանակ չէին տրամադրում տեղեկատվություն Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից նրա դուրսգրման պատմագրի վերաբերյալ, վերջ այնուամենայնիվ այդ տեղեկատվությունը տրամադրվեց և նշանակված է մշտական, այսինքն դինամիկ հսկողություն էնդոկրինոլոգի և կարդիոլոգի կողմից։ Այդ հաստատությունում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, չկա ընդհանրապես բժիշկ, չեմ խոսում էնդոկրինոլոգի և կարդիոլոգի մասին, և նրա հիվանդությունները այնպիսին են, որ այդ դիտարկումը, մշտադիտարկումը անհրաժեշտ է, որպեսզի կայունացնեն նաև այդ պայմաններում, թե ինչպիսի դեղորայքն պետք է նշանակվի, այդ դեղորայքի ընդունումից է կախված նրա ապագա առողջական վիճակի լավացումը կամ վատացումը։ Կարող եմ ասել, որ նա դուրս է գրվել ոչ թե ամբողջությամբ
ապակինված կամ առողջացած, այլ դուրս է գրվել այն պայմանում, որ առաջի բուժ օգնությունը, որը ծայրահեղ անհրաժեշտ է, նրան տրամադրել են եւ դուրս են գրել, բայց դուրս չի գրվել որպես առողջ անձնավորություն։ Հիմա սրանց հետո մենք կարող ենք անպայմանորեն արդեն իսկ գնահատել, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այլ կերպ մենք սա չենք կարող գնահատել։ Եվ արդեն մենք ունենք ամսի 6-ից սկսած, այսօր արդեն ամսի 11-ն է, օրեր շարունակ բուժ օգնության չտրամադրման բացառիկ մի դեպք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի ավելի վատթարեցմանը։ Սա այս մասով ես նաև ասեմ, որ այդ պայմաններում, որտեղ նա պահվում է, պայմանները նույնպես չեն համապատասխանում ստանդարտներին, այլ չեմ ասում, որ հիվանդ մարդու համար դրանք նախատեսված պայմաններ չեն, ոչ խուցը, ոչ խցակիցները, ոչ խցում այդ սանիտարահիգենիկ պայմանները, ոչ լուսավորությունը, բոլոր պայմանները այստեղ նույնպես խախտված են։ Եվ նաև նրան այդ զբոսանքի գնալը, զբոսանքի պայմանները, զբոսանքի տեղը մի փոքր կարելի ասել էլի խցային մի վայր է, շուրջ 20 քառակուսի մետր, պատերը փակված, միայն օդն է, այն էլ երկինքը դու տեսնում ես ոչ թե ազատ, այլ ցանցով պատված երկինք է։ Այսինքն սա այն անմարդկային պայմաններն են, որտեղ գտնվում է պարոն Ղուկասյանը։ Ես կարծում եմ նման անմարդկային պայմաններում է գտնվում նաև Սրբազան Միքայել Աջապահյանը, շատ եմ ցավում, բայց մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի պարոն Ղուկասյանին փոխեին խուցը եւ նա փոխադրվեր Սրբազան Աջապահյանի խուց։ Մինչդեռ այս մեր խնդրանքը նույնպես մերժվել է եւ նաեւ հիմնարար իրավունքը, որը կապված է մարդու կրոնի դավանանքի խղճի ազատության հետ, այսինքն մասնակցել պատարագի, աղոթքի հատուկ տեղ ունենալը, դա նույնպես արդեն օրեր շարունակ, շուտով 1 ամիսը կլրանա, մերժվել է պարոն Ղուկասյանին։ Սա նույնպես կոպիտ մարդու իրավունքների խախտում է։ Հիմա անցնեմ այլ մյուս մասին, մյուս մասն էլ կապված է, օրինակ, ես որպես իրավաբան եմ ձեզ ներկայացնում, կա կալանավորում խափանամիջոց եւ կա խափանամիջոց կալանավորմանը այլընտրանքային խափանամիջոցներ։ Ընդհանուր առմամբ օրենքի կարգավորումները հետեւյալն են. Եթե անձի նկատմամբ պետք է ընտրվի խափանամիջոց, ինչ որ քրեական գործի վարույթի շրջանակներում, նախ կարելի է ընդհանրապես խափանամիջոց չընտրել, իսկ մեր դեպքում, պարոն Ղուկասյանի դեպքում ընդհանրապես որևիցե խափանամիջոցի անհրաժեշտություն չկար, իսկ եթե կա, պետք է սկսվի ամենանվազագույնից մինչև առավելագույնը, այսինքն ծայրահեղը, բացառիկը, դա կալանավորումն է։ Դատարանները պարտադիր պետք է քննարկեն այլընտրանքային խափանամիջոցների հարցը, արդյոք հնարավոր է թե ոչ, նոր որոշում կայացնեն կալանքի վերաբերյալ։ Մենք ունենք ամսի 21-ի դրությամբ, այսինքն 2025 թվականի հոկտեմբերի 21-ի օրով որոշումներ, երկու որոշում, մեկը կապված է կալանքը որպես խափանամիջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշմանը, այսինքն մեկը այդ որոշումն է սահմանել, մյուսն էլ նույն օրով այդ քննիչները, որը միջնորդությունը բերել էին դատարան, այդ նույն քննիչները եւ նաեւ հսկող դատախազը գործի նկատմամբ մեկ այլ որոշում են կայացրել այլընտրանքային խափանամիջոց կիրառելու վերաբերյալ, բացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ Այսինքն կամ մեկը պետք է լինի, կամ այս մյուսը պետք է լինի, կամ պետք է լինի կալանավորում խափանամիջոց, կամ այլընտրանքային խափանամիջոցներ։ Երկուսը միասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում չի նախատեսում։ Այսինքն մեկը այս այլընտրանքայինը բացառում են կալանքը։ Կալանքը, եթե կա, չպետք է լինեն արդեն այլընտրանքայիններ։
Հիմա մենք ամսի 21-ից հոկտեմբերի, այսօր արդեն ամսի 11-ն է, եւ հաշվի ենք առնում, որ 31 օր է հոկտեմբերը, հիմա հաշվարկ ենք անում, հաստացի ամսի 21-ից հոկտեմբերի սկսած պարոն Ղուկասյանը ապօրինի գտնվում է կալանքի տակ։ Ինչու է ապօրինի գտնվում կալանքի տակ, որովհետև արկա է քաղաքական դրդապատճառ։ Քաղաքական դրդապատճառի մասին է ես ձեզ հայտնեմ, դա իհարկե դուք այստեղ անցկացրեցիք նախընտրական քարոզարշավ, նախընտրական քարոզարշավին ես հետևել եմ եւ այստեղ լինելով եւ նաեւ մամուլով Երևանից եւ ինչ եմ արձանագրել նախընտրական քարոզարշավի ժամանակ ավականու տեխնացուները, այդ թվում պարոն Ղուկասյանը, այդ թվում այլ տեխնացուներ նրանց նկատմամբ սկսեցին ապօրինի ձերբակալություններ եւ նրանց նաեւ հարազատների նկատմամբ տեղի ունեցան ապօրինի ձերբակալություններ, այսինքն քաղաքական դրդապատճառը ակնառու է հենց ի սկզբանե նախընտրական շրջանից։ Հետո դա արդեն վերածվեց մեկ այլ հետապնդումների, որը մենք արդեն այսօր տեսնում ենք, ոմանք գտնվում են կալանավայրերում, մենք տեսնում ենք ավականիների անդամներ կամ նախկին արդեն անդամներ, ովքեր որ գտնվում են ամսի 20-ից 21-ից արդեն իսկ կալանքի տակ, եւ մենք տեսնում ենք պարոն Ղուկասյանին կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բիրտ հետապնդում, ում նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմնի անդամների նկատմամբ։ Սա նույնիսկ սահմանադրական կարգի տապալում է, որովհետև Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծության քաղաքի ավականու անդամների նկատմամբ, քաղաքապետի նկատմամբ, քաղաքային իշխանությունների նկատմամբ, անդամների նկատմամբ այսպիսի կալանավորումները աննախադեպ, իդեպ ասեմ, 1-2 օրվա մեջ շուրջ 50 մարդ կալանավորելը, ես հիմա սա համեմատում եմ, օրինակ, մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած կալանավորումներին, որովհետև մարտի 1-ից հետո էլ այսպիսի մեծ քանակով մի քանի օրերի ընթացքում կալանավայրերը համալրվեցին հանիրավի բանտարկյալներով, ովքեր դարձան քաղբանտարկյալներ։ Հիմա նույնը տեղի է ունենում շատ կարևոր մեծ նշանակություն ունեցող քաղաքում, որը ունի ընտրված, օրինական կարգով ընտրված քաղաքային իշխանություն, որի ընտրությունները որևիցե կերպ նույնիսկ դատական կարգով չեն դարձել, այսինքն կասկածի առարկա, այսինքն նույնիսկ մի հայց չի ներկայացվել, որ ընտրությունները չեն եղել օրինական։ Այսինքն մենք գործ ունենք հիմա դասական, քաղաքական հալածյալների եւ քաղաքական հետապնդումների հետ, որը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետությունում գործող գործադիր իշխանության ղեկավարի կողմից, ինչու եմ ես սա ասում, սա նույնպես հաստատված է, որովհետև հոկտեմբերի 1-ին 2025 թվականի ազգային ժողովի ամբիոնում հնչեց հետևյալ միտքը, հետևյալ կոչը բռնության, որ պարոն Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտի քաղաքական եւ հանրային կյանքից։ Այսինքն այս կոչից հետո անմիջապես տեղի ունեցան այս վայրագ գործողությունները, իրադարձությունները, որոնք բերեցին ոչ միայն պարոն Ղուկասյանի կալանավորմանը, այլ բազմաթիվ ընդդիմադիր ավականիների կալանավորմանը։ Սա ուղղակի անթույլատրելի է եւ այս մասին մենք իհարկե բողոքները մեր հղել ենք տարբեր միջազգային կառույցներին, այդ թվում նաև այստեղի իրավապահ մարմիններին, բայց այնուամենայնիվ ես հավատացած եմ, որ դա լինելու է եւ բոլոր նրանք, ովքեր որ այս ամենը ապօրինի նախաձեռնել են, նրանք բոլորը կանչվելու են պատասխանատվության եւ դա ուշ չի լինելու։ Մենք դա կտեսնենք եւ այդ օրը անպայման մենք միասին չեմ ասում կտոնենք, բայց այնուամենայնիվ մենք միասին այդ օրը ականատեսը կլինենք, թե ինչպես են պատասխանատվության կանչվելու այդ բոլոր մարդիկ, ովքեր այս ապօրինությունները նախաձեռնել են։ Եկեք չմոռանանք, որ Գյումրին եւ Փարաքարը նույն օրը ընտրեց ընդդիմադիր ղեկավարներ, այսինքն նույն օրը։
Եվ մենք զգուշավոր ենք նաև այս պարագայում, որովհետև մենք ունենք արդեն հաշվեհարդար կյանքին զրկմամբ Փարաքարի քաղաքապետ, որը սպանվեց, եւ ունենք հաշվեհարդար Գյումրիի ավականու եւ քաղաքապետի նկատմամբ, ովքեր որ այսօր գտնվում են բանտերում, եւ ունենք բացի այդ Գյումրիի քաղաքապետարանի նկատմամբ զորքի դիմակավորված եւ ոստիկանական զորքի հարձակում եւ Գյումրիի քաղաքապետարանի գույքի փչացնում, ոչնչացնում, այսինքն պատճառված վնաս նաև գույքային տեսքով, որը տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետարանում։ Իդեպ ձեզ ասեմ, իմ հարցումների հիման վրա ես ձեզ տեղեկացնում եմ, որ այս օպերացիան ամսի 20-ի, երբ հարձակվեցին Գյումրիի քաղաքապետարանի վրա, դա նախապես մշակված օպերացիա է եղել, որովհետև ինչպես է դա մշակվել։ Ուրեմն Գյումրիի քաղաքապետին սկսել են գաղտնալսել, այսինքն նրա նկատմամբ դատական ակտ է կայացվել գաղտնալսումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, անմիջապես հետո, երբ նա ընտրվել է քաղաքապետ, այսինքն ապրիլի 28-ին դատական ակտ են կայացրել, որի մասին մենք իմանում ենք վերջերս, որ պետք է ամբողջությամբ գաղտնալսեն, իդեպ ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մեր բոլոր ավականի անդամները չվախենան իհարկե, երբեք չվախենակ որևիցե մեկի շանտաժից, բայց այնուամենայնիվ ես չեմ բացառում, որ ձեր նկատմամբ է կարող է լինել նման ակտեր, իմ նկատմամբ է, որովհետև այդ ակտերը չեն ընդունվել օրենքով սահմանված կարգով, բայց նրանք ունեցել են մուտք դեպի ձեր անձնական կյանքը եւ դեպի ձեր ընտանեկան կյանքը։ Ուրեմն այդ որոշմամբ նախատեսվել էր ոչ միայն գաղտնալսել օրինակ աշխատավայրը կամ այստեղ միջանցքները, այլ նաեւ նախատեսվել էր գաղտնալսել պարոն Ղուկասյանի բնակարանը, որտեղ նա ապրում է իր ընտանիքի անդամների հետ։ Սա շատ վտանգավոր երևույթ է ընդհանուր առմամբ մեր հանրապետությունում եւ մեր քաղաքացիների նկատմամբ, իհարկե այսօրվա տեխնիկական պայմաններում բոլորին կարող են առանց այդ դատական ակտի լսել, բայց այնուամենայնիվ երբ պետությունը մուտք է գործում այդ տարածք, դա պետք է լինի բացառիկ պայմաններում, իսկ մենք չունենք այդ բացառիկ պայմանները, բայց ունենք պետության կողմից հրահանգում մտնել նաև անձնական կյանք եւ ընտանեկան կյանք։ Թեպետ որևիցե մեկի չեմ կասկածում ընտանեկան կյանքում ինչ որ եսի միջեր լինեն, որ հետաքրքրեն այդ մարդկանց, բայց այնուամենայնիվ իրենց այդ բարոյական կերպարի մասին, ոչ բարոյական կերպ, անբարո կերպարի մասին եմ ես հիմա ասում։ Հիմա մեր վաղեմության մասին եկան ուրեմն ամսի 20-ին։ Դուք պատկերացրեք Երևանից բերել են ոստիկանական ուժեր։ Միջև Երևանից ոստիկանական ուժերը գային հասնեին Գյումրի, նրանք արդեն առավոտը ժամը 6-7-ի սահմաններում, առավոտ լուսադեմին եղել են Գյումրիի մատույցներում այդ զորքը։ Այսինքն պատրաստվել են եւ 10-ին ժամը մոտավորապես Գյումրի քաղաքում սկսել են այդ իրենց ապօրինի, այսպես կոչված, չգիտեմ, Գյումրիի քաղաքապետին կամ Գյումրիի քաղաքացիներին ահաբեկելու օպերացիան են սկսել եւ սա ակնհայտ է, որովհետեւ իրենց ուրեմն ես նաև քրական դատավարության այս կարգավորումներից մեջ բերեմ պարոն Ղուկասյանի նկատմամբ հանրային քրական հետապնդում հարուցելու որոշումը կայացվել է ամսի 20-ին։ Ամսի 20-ին, այսինքն այդ դատախազը, որ այդ որոշումը որ կայացրել է, այդ դատախազը պետք է առավոտը աշխատանքային ժամին ժամը 9-ին գոնե առնվազն գար աշխատանքի այդ որոշումը կայացնել, բայց արդեն ժամը 6-ից 7-ից այստեղ արդեն ձեր քաղաքի մատույցներում ոստիկանական, չգիտեմ, ԱԱՑ-ական մասկաներով, հագուստներով եսիմին զորքեր են կուտակել։ Եվ սա նույնպես ընդգծում է իրենց քաղաքական պատվերը, որի անհրաժեշտությունը բացարձակ չկար, եւ ասեմ ձեզ դրա համար նախապես 2 օր առաջ էր հոկտեմբերի 18-ին այդ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոռուպցիան մեր երկրում ծաղկում է բոլոր բնակավար, հատկապես
բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում եւ այլ վայրերում, որ կոռուպցիան ծաղկում է, այդ կոռուպցիաներներով չեն զբաղվում, բայց ստեղծում են 21 հոգանոց ամսի 18-ին հոկտեմբերի քննչական խումբ, որպեսզի կատարեն ամսի 20-ին, այստեղ այս գյումրեցիների ահաբեկչության օպերացիան 25 հոգի քննիչ են ներգրավում, այդ թվում բերում են այլ տեղերից քննիչներ, որովհետև երևի չի հերիքում իրենց այդ քննչական խումբը, եւ փորձում են այս գրեհիկ փնթի անգրագետ այս քրական գործը կարել պարոն Ղուկասյանի նկատմամբ։ Այն ինչ որ իրենք հրապարակել են այդ ձայնագրությունը, որը խշշոց է, չես հասկանում, դա ինչ է, ով է այդտեղ խոսում, ինչ ձև են դա կազմել այդ ձայնագրությունը, ինչպիսի արհեստական բանականություն են օգտագործել, ում ձայն են օգտագործել, որտեղից են ինչ կտրել։ Ես ես ասեմ հիմա դատարանում մենք չենք լսել, ոչ է դատավորն է լսել, որևիցե մի ձայնագրություն։ Դատարանում չի ներկայացվել որևիցե մի ձայնագրություն ապացույց, որը կարող էր հիմնավորել այն հիմնավոր կասկած հասկացությունը, որը անհրաժեշտ է մարդուն կալանավորելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար։ Մենք չունենք ոչ մի ապացուցողական հիմք։ Որևիցե մեկը չի եկել ասել, որ պարոն Ղուկասյանը իրենից ինչ-որ մի բան է պահանջել, ինքն է ինչ-որ մի բան է ասել։ Նման ցուցմունք նույնպես գոյություն չունի։ Այսինքն, այդ ինչ-որ մեղսագրվում է, այդ ինչ-որ փորձում են կպցնել, դրանք հասկացան, որ այս մասով հնարավորություն չունեն, մեկ է մի քանի օր անց, ամսի 24-ին, հոկտեմբերի, բերում են մի հատ այլ հիմարություն, երբ նա հայտարարություններով հանդես է եկել, սեպտեմբեր ամսին, գտել են, որ դրանք ինքնիշխանության դեմ հայտարարություններ են, կոչեր են, և այդ մասով են բերել մեղադրանք։ Հիմա լավ, այդ հակակոռուպցիոն կոմիտե կամ այլ քննիչներ, քննչական կոմիտեի քննիչներ, լավ, եթե սեպտեմբերին պարոն Ղուկասյանը ելույթ էր ունեցել, այդ ելույթն եք դուք հիշատակում, ուրիշ ապացույց է տեղ չունեն։ Լավ, դե սեպտեմբերին, ինչու չեք նախաձեռնել քրեական վարույթ։ Այսինքն, այստեղ էլ է ակնհայտ դառնում, որ նա էլ բերել են, որպեսզի կպցնեն, որը ծանրակշիռ դարձնեն իրենց կողմից իբրև թե այս ապօրինի քրեական հետապնդում։